Շարունակում է առավոտ լուսով վիկենդը սիրելիներս, իսկ հիմա արդեն մեր այսօրվա երկրորդ հյուրին ենք ներկայացնելու, վստահ եմ շատերը կարոտած կլինեք կամ հարցրած կլինեք, ուր է այդ գեղեցկուհին, գրողը տանի, մենք նրան սովոր ենք տեսնել էկրաններից, որ նա հաղորդում էր վարում, բայց այլ ուտես, որ նա երբևէ մասնակցությամբ հաղորդավարության հետ կապ չի ունեցել, բայց բոլորս նրան ճանաչել ենք որպես հաղորդավար, այո։ Իսկ այսօր նա ներկայանում է որպես արդեն ստեղծագործական պրոդյուսեր կամ կրեատիվ պրոդյուսեր, կարծես թե երկու դեպքում էլ ճիշտ է այսպես անվանել։ Չչարաշահենք ձեր համբերությունը սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրն է այսօր Ջինա Ավետիսյանը։ Բարի լույս Ջինա։ Բարի լույս Ջինա։ Բարի լույս։ Մենք քեզ կարոտել էինք։ Ոյ դա փոխադարձ է, ու ընդհանրապես մուտքից սկսած հանրային հեռուստաընկերության ցես նոստալգիկ տրամադրությունը ինձ մոտ շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիր հենց մեզ հետ, եւ հետաքրքիր թե ինչ մտքերով ես դու առավոտը սկսում ընդհանուր առմամբ։ Բնականաբար դա կախված է ինչ ունես անելու։ Առավոտը երբ որ արթնանում ես, հատկապես երբ որ ուղեղիդ մեջ ինֆորմացիան մի քիչ չափից շատ է։ Իսկ դա միշտ է լինում գրեթե։ Եթե դու երկու երեխաների մայր ես, այո, եւ միաժամանակ ինչ որ մեծ պրոյեկտ է եւ վրա պատասխանատվություն է, այո, ցենց առավոտյան արթնանում ես, փորձում ես արագ տեղավորել ինֆորմացիան այսօր շաբաթվա որոշն է, ինչ պետք է անես եւ ուշացար թե չէ ինչ որտեղ։ Արդյոք հասցնում եմ, թե չէ։ Իսկ արդյոք հասցնում ես նախաճաշել օրինակ։ Ես մինչև բալիկներ ունենալս ընդհանրապես երբեք չէի նախաճաշում, երեխաներից հետո նրանք քեզ սովորեցրեցին նախաճաշել։ Հատկապես երբ որ դու իրենց համար պատրաստում ես ուտում են ու ինչ որ չեն ուտում դու սկսում ես ուտել ու դա մնում է սովորություն, օրգանիզմը սկսում է պահանջել։ Այո, առավոտյան արթնանում ես սովի զգացողությունից։ Այո, իմ բալիկներն ինձ սովորեցրեցին նախաճաշել։ Մենք վստահ ենք, որ ձեր երեխաները կարևոր տեղ ունեն ձեր կյանքում, ինչ նախասիրություններ ունեն, միասին շատ եք արդյոք շփվում, հասցնում եք շփվեք, թե ոչ։ Ինչպես եք ազատ ժամանակ անցկացնում։ Մի շատ հետաքրքիր այսպես տրադիցիա ունենք մենք մոմավառության, որի մասին շատ եմ կիսվել ընկերներիս հետ ու իրանք հետ են ինձ փոխանցել իրենց կարծիքները։ Օրինակ տղաս կարող է գատուն, ասի մամ այսօր կարող ենք մոմեր վառել։ Դա սենց մենք անջատում ենք տան լույսերը, վառում ենք մոմերը ու դա անկեղծության երեկոներ են, մենք սկսում ենք զրուցել ու մեր զրույցները կարող է այնպիսի տեղ գնահատնի, որ ես երբեք չէի մտածում, որ օրինակ իրանք այդքան մտածում են, այդքան բաներ, հարցեր ունեն ինձ տալու։ Մի տեսակ sense հոգեբանի փոքրիկ սենյակի է դա վերածվում, որից ես եմ հաճույք ստանում։ Ես զգում եմ, թե դա ինչքան է ինձ պետք ու ինչքան են իրանք դրանից ոգևորվում ու sense ուրիշ մտերմության է դա մեզ բերել։ Իսկ երեխաների հետ կապված արդյոք ընտրել են իրենց ուղին, ինչ են ուզում դառնալ, որպեսզի նման պատմություն չկրկնվի, նորից գնալ հոգեբանության, բայց երբևէ նրանց պետք չգա որպես մասնակցություն օգտագործեն։ Կդժվարանամ ասեմ, այսօրվա երեխեքը այսօր մի բան են, վաղ ուրիշ բան են։ Ձեր տղան ինչով է տարված։ Ինչով է ինչ։ Տարված, ինչ է տարված։ Իրանց պապան նկարիչ է։ Մենք այսպես շատ երկար sense լարված սպասում ենք տեսնենք արդյոք նրանք կնկարեն թե չէ։ Բայց չնկարեցին։ Դեռ չեմ տեսել այդպիսի։ Ես այդպես շատ բծախնդիր մամա եմ ու փորձում եմ օբյեկտիվությունս պահել։ Իմ տղան իրական արտիստ է։ Ասեմ ավելին, այս մանկական հեքիաթ մյուզիկլները, որ մենք անում ենք, ոչ իմ ցանկությամբ, դա բեմադրող ռեժիսորի պնդումով եղավ, բայց գլխավոր դերում իմ տղան է հիմա խաղում, որովհետև ունեինք ընդամենը 22 օր մի բարեգործական միջոցառում կազմակերպելու, եւ երբ որ եկավ մեր նախկին դերասան արտիստ, արդեն իմ բոյն էր դառել, այդ երեխան մի տարվա մեջ այնքան էր բոյվածել, մենք հասկացանք, որ բեմում ինքը այլևս երեխա չի նայվում։ Եվ 20 օր ժամանակ ունեինք արագ արտիստ գտնելու, երեխա բերեցինք տարբեր տեղերից, փորձեցին բան, եւ քանի որ ռեժիսորը ծանոթ էր մեր տանը եղել էր տղայիս, ասեց մենակ Մարվինը կարա այստեղ մեզ օգնի։ Այսօր տղաս արդեն երրորդ անգամ խաղալու է։ Իդեպ առաջի բեմ ելը օպերայի բեմում էր, ինձ թվաց ինքը կլարվի, բայց նա այնպես խաղաց ներկայացումը, բայց ինչ եմ ուզում ասել, նա ոչ թե մայրական բնազդ բայց ոչ թե արտիստ է որպես դերասան, օրինակ փոքրուց իր հետ շատ դժվար էր խաղալ տունտունիկ, որտեվ ինքը ամեն ինչ բեմադրում էր։ Դու սխալ խաղացիր, մի րոպե նորից ենք խաղում։ Միգուցե ռեժիսորը։
իր ուղեղը, ինքը երբ որ ինձ մի բան է պատմում, ինքը կողքից էլ այնպիսի ինֆորմացիա ինձ տալի, որ ես հասկանում եմ, որ ինքը երեխաները չեն ընտրել թե ինչ ուղղությունն են ուզում, բայց մայրը արդեն տեսել է, մայրը արդեն գիտի տղայի պարագայում։ Դուստերս իմ այսպես կեսն է, իմ կյանքի հավասարակշռությունը ինքն է պահում։ Ինքը իմ բոյնը արդեն մեծ աղջիկը ու չեմ կարող ասել ինչ, ինքը միգուցե ավելի բիզնեսի, ավելի ճարպիկ ուղեղ ունի, տղաս շատ ավելի երասկոտ է ու շատ ավելի արվեստի մեջ է, բայց սնքնեց պահերի կգա, սենց իմ ձեռքից կվերցնի կտանի նջասենյակ ու սենց ինձ փորձում է խաղաղեցնել ու ես հասկանում եմ, որ մենակ իրան ես հիվան կլսեի։ Ու ինքը փոքրիկ 13 տարեկան իր տարիքով շատ արտիստիկ ես գիտես նկարագրում երեխաների հետ կապված յուրաքանչյուր պատասխան։ Թատրոնին վերադառնանք, չէ՞, որտեղից սկսվեց այս ամենը։ Ինչպես սկսվեց։ Երբ Միացյալ Նահանգներում էի ապրում եւ բալիկներս այնտեղ են ծնվել ու այնտեղ ունեի կատարողական արվեստի դպրոց էինք հիմնադրել գործընկերուհուս հետ Եվ երբ որ մի օր անջատեցինք բոլոր դահլիճի լույսերը, երկու փոքր լույս կար դրված, փոքրիկ բեմ ունեինք, իդեպ վարակույրները ես էի կարել, Կարինեկ է նաև սիրուն կախելիք։ Ես այդ մթության մեջ նստեցի ու հասկացա, որ այստեղ կարելի է տեխնիկային ներկայացումներ խաղալ սփյուռքի երեխաների համար, որտեղ ես արդեն որպես մայր մտածում եմ, լավ որտեղ տանեմ երեխաներին, որ հայերեն լեզվով ներկայացումն է։ Ես դա ձեզ ասում եմ 16-17 թվականներին։ Այն ժամանակ դեռ այդքան հայկական արտադրություն չկար Միացյալ Նահանգներում, որքան հիմա։ Որպեսզի իմ երեխաները նայեն մանկական հեքիաթ ներկայացումներ, զանգեցի պարոն Բաբայանին, տեխնիկային թատրոնի, խնդրեցի մեզ ուղարկեն տեխնիկներ, իրանք սիրով մեզ օգնեցին։ Այնտեղ Միացյալ Նահանգներում գտա արտիստների, ովքեր տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ, բայց դե արտիստությամբ չէին զբաղվում։ Օրինակ մեկը բանկում էր աշխատում, մյուսը ինչ որ մի բաներ հավաքեցի, աշխատանքից հետո ես բոլորս գալիս էինք ու ստեղծեցինք փոքրիկ ներկայացումներ։ Պատկերացրեք, մարդիկ գալիս էին ասում էին, մեզ մի հատ մանկական 9 հատ մեծի տոմս։ Այնքան քաղցկար այդ մանկական ներկայացումները, вообще հայերեն լեզվով որևիցե ներկայացում նայելու։ Եվ հայկական այդ community այնտեղ բոլոր մանկապարտեզներից բանեցին, սկսեցին գալ մեր դպրոցը պարարվեստի եւ նկարչության դպրոց էր, բայց ոնց որ sense հասկացա ինչքան քաղց կա։ Այդտեղից սկիզբ առավ միգուցե։ Հետո աստիճանաբար ինքը մի քիչ մեծացավ, ինչ որ մի շրջան ընդհատվեց COVID-ից հետո, իրադարձություններից հետո իմ գործընկերն զանգեց եւ ասաց հունիսի 1-ին մեր զոհված տղաների, երեխաների համար համալիրում մի միջոցառում պետք է անենք, խնդրում եմ օգնի, ինչ կարող ենք անել, 40 օր ունեինք։ Բայց այնքան մեծ էր ցանկությունը այդ ընտանիքների, այդ երեխաների համար ստեղծել հեքիաթ, որ որևիցե մեկը ոչ ժամանակ էր խնայում, ոչ ջանք, ոչ ռեսուրս։ Օրինակ ասում էին դե լավ մկների եկեք sense ականջներ կդնենք, բեղեր կնկարենք, բավական է։ Ասում եմ, չէ, բավական չի։ 30 տարի մենակ ականջ ենք նկարել ու բեղ ենք կպցրել։ Պետք է կոստյումները գեղեցիկ լինեն։ Այո, պետք է կոստյումների հեղինակը մի հատ անպայման նշենք, ով է։ Դե ես ամեն ինչ արել եմ, որ իրոք կոստյումները գեղեցիկ լինեն, բայց բնականաբար ունեցել ենք մոդելավորողներ, ունեցել ենք կարողների թիմ։ Օրինակ, կարողներն ասում են, մենք չենք հասցնի, Ձանա ջան, ոնց կարելի է 25 հատ մկան կոստյում կարել այսքան նոր։ Ասում եմ, օքեյ, ականջները կկարեն ուրիշները, պոչերը ուրիշները, դուք մենակ փորն ու այս մարմին։ Ու հետո հավաքում ենք, երբ որ ունես ցանկություն այդ իրոք այդ հեքիաթը ստեղծելու, պինգվինների տեսարանը ապահովելու, մկները այդ իրաց տեսքով, այս ու այդ լեդերը, այդ լույսերը, որտեվ այս տարի երեխաներին պոկել պլանշետներից ու բերել ներկայացման, դու պետքա տեսարանը իրոք գրավիչ լինի, դու չես կարող վարակույրի մոտ ներկայացում անես։ Մի խոսքով այնպիսի բարի մթնոլորտ էր, բոլորս հավաքվեցինք, որ ես հասկացա, որ այդ պարոն Բաբայանի զանգը այսօր դառավ արդեն համալիրում մեծ ներկայացում, մեր բոլոր ներկայացումների հիմքում երազանքի հետևից գնալն է եւ չդավաճանել երազանքին որպես կյանքի լույս։ Հունիսի 4-ին եւ 5-ին ենք ունենալու
ներկայացում եւ սա մի ներկայացում է տեխնիկագործի կյանքի պատմություն, որ գիշերն իր տեխնիկներն արթնանում են եւ այնտեղ կա աղբամանից գտնված տեխնիկ, որին ջարդել են, կորցրել է երազանքը եւ մենք միշտ մեր արտիստների հետ այդ խոցելի խմբերի համար միշտ խաղացել ենք առանձին իրանց համար, այդ ընտանիքները միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, ոնց որ ուզենաս անպայման իրանց էլ ընդգրկես բոլոր առումներով։ Ջանա, մի փոքր հետ գնանք։ Դժվար չէր այստեղ ամեն ինչ թողնել եւ մեկնել Միացյալ Նահանգներ։ Գիտես, Ես ունես այստեղ ամեն ինչ։ Այո։ Ես վերջին միջոցառումը համահայկական օլիմպիական խաղերի փակումներ, որ վարում էի Ժակի հետ, դա 2011 կարծես թվականներ եւ իրոք այսպես իմ հագուստը բեմական հանել եմ եւ նստել եմ ինքնաթիռ ու գնացել եմ Միացյալ Նահանգներ եւ մոտակա դրանից հետո մոտակա մի քանի տարի ապրել եմ հնարավորինս իզոլացված, որովհետեւ երևի կար ներքին ցանկություն մայրության, ընտանիք կազմելու եւ ընդհանրապես չկար ցանկություն այդ շարունակելու կարիերան։ Երևի ամեն շրջան իր հետ իր կարիքներն ունի, չէ՞, բերում է։ Օրինակ 4 տարեկան երեխային չես կարող համոզել, որ ընկերությունից թանկ բան չկա, իր համար իր խաղալիքներն են կարևոր։ Միգուցե այդ շրջանում ինձ համար դա էր կարևոր եւ դա էր անհրաժեշտը։ Այո, եւ ես ընդհանրապես լսեցի իմ բնազներին եւ իմ սիրուն, որտեվ ես խենթի պես սիրահարված էի, իսկ ամուսինս ապրում էր Միացյալ Նահանգներում։ Այնպես չի, որ ես գնացել եմ Միացյալ Նահանգներ, որտեվ ես երազել եմ նահանգներում ապրել։ Այսինքն, եթե ամուսինս Մոզամբիկում ապրեր, կգնայի Մոզամբիկ, որպեսզի իր կողքին լինեին։ Բայց երևի ընդհանրապես ներքին բնազների եւ սիրո ցանկություններ։ Այո, ինձ դադար էր պետք ու ես այդպես թողեցի ու տեղափոխվեցի։ Դիանա Ավետիսյանին այսօր ներկայացեցինք որպես ստեղծագործական պրոդյուսեր եւ այս պահին մեր սեղանին դրված են շատ գեղեցիկ վարդեր։ Այո։ Քաղցր վարդեր, ես կարող եմ ասել, չէ՞։ Այո, քաղցր ուտելու վարդեր։ Դինան պատրաստել է իր ձեռքերով։ Խնդրում եմ նաև սա ներկայացնել։ Սա զեֆիր է, ինքը փափուկ, ոչ թե բեզ է։ Բեզեի եւ զեֆիրը իրանք իրարից տարբեր բաներ են։ Սա փափուկն է, իսկ բեզեն ավելի պինդ տեսակն է։ Այո, ավելի այդպես չորտ խրթան։ Սա փափուկն է, ես հուսով եմ դուք կփորձեք, որովհետեւ մենք անպայման կփորձենք։ Ես սիրով իրանց պատրաստում եմ, շատ գեղեցիկ process է, երբ որ դու ծաղիկի ամեն թերթիկը դնում ես ու մեկ էլ հանկարծ աչքիդ առաջ ինչ որ վարդ է դառնում դա։ Սկզբից լրիվ ուղակի մի այսպես ձող է եւ ինքը հավաքում ես ծաղիկ եւ այն հաճույքը, որ ես ստանում եմ այս 2 ժամվա ընթացքում, sense լիարժեք լիցքաթափվում եմ, լիցքավորվում եմ, այո 2 ժամ է պետք։ Ես այդ միացնում եմ երաժշտությունն իմ խանութում ու սկսում եմ ծաղիկներ ստեղծել։ Ես շատ բան է փոխվել, Դինա, երբ դու գնացիր Հայաստանից Միացյալ Նահանգներ, ինչպես հասկանում եմ, արդեն ստեղծագործական ուղին քեզ համար շատ կարևոր է դարձել, նույնիսկ խոհանոցում։ Խոհանոցում, Եվ խոհանոցում այսօր նույնպես անակնկալ կարծես թե ունենք։ Այո, ես իմացա, ինձ զգուշացրեցի, որ մի հետաքրքիր բան պետք է ձեզ համար պատրաստեմ, ես մտածեցի լավ ինչ պատրաստել, որ լինի նախ համեղ, օգտակար, չչաղացնող, արագ, չչաղացնող, շատ կարևոր է այստեղ։ Այո, արագ, իհարկե։ Մենք միջդինային կուղեկցենք դեպի խոհանոց, ես առաջարկում եմ անպայման խաղանք խաղը։ Ռուբեն։ Համաձայն ես։ Խաղ պետք է խաղանք։ Անպայման։ Առավոտ լուսո վիկենդի շրջանակներում մենք մեր հյուրերին բաց չենք թողնում առանց խաղի։ Ինչ լավ։ Դեմ չեք։ Պատրաստ ես։ Մեծ սիրով, ես ավելի հաճույքով բակային խաղեր կխաղայի։ Այստեղ մի փոքր տարբերվում են, մի փոքր տարբերվում են խաղերը։ Հիշեցնեմ, որ վաղուց արդեն բակային խաղեր չկան, դա մնացել է մեր հիշողությունները։ Գնդակը, ռեզինը, պարանը։ Գիտեք, նայած որ բակում ներողություն, Երևանում մեծ բակ է։ Համաձայն եմ, շատ քիչ բակեր են մնացել, որոնցից որ կարելի է այսպես գնալ նայել ու հիշել մանկությունը։ Կամ միգուցե դու էլ խաղաս։ Բայց հիմա մենք բակային խաղ չենք կարող խաղալ։ Հիմա մեր պատեկրանին կցուցադրվեն տարբեր նկարներ, որ պետք է վերնագրես դրանք։ Եթե պատրաստ ես, գնացինք։ Ըստ քեզ։ Արագ։ Սպասում։ Պետք է ասեմ ինչու։ Չէ։ Սպասում։ Ստեղծագործական պրոդյուսեր ես։ Հիշիր դրա մասին եւ ստեղծագործիր։ Ես ինքս։ Անհոգություն երևի։ Ես կարող եմ։ Ես էլ։ Ինքն էլ է կարող։
Բայց ինչ-որ շմուշկներով Սանայ։ Փորձենք միասին։ Ահա։ Լավն էր։ ամեն ինչ մեջ դրական ինչ-որ բան է Զինան նկատում։ Քեզ համար ամեն ինչ։ Այս ամենալավն է։ Չմոռանաս։ Իմ մասին չմոռանաս։ Բարևամար։ Շատ է տակ։ Friendship-ից լավ բան չկա։ Ես եւ իմ ընկերուհին։ Կարա լինի։ Որտեւ մենք անգամ սենց ենք շփվում։ Այո։ Իսկ սենց շփվում եք։ Մոռացար։ Նորից։ Մոռացար։ Այսօր ամսի քանիստ է։ Բայց երբ մեր մեկը մի բան կես պիտի պատասխանի, չի պատասխան, դե շուտ բան է, չէ՞, դնում Էմոջի ես ուղարկում, մոռացար։ Այո, իսկ հիմա Դինա, պետք է քեզ ուղեկցենք դեպի խոհանոց։ Եվ տեսնենք թե ինչ ես առաջարկելու մեզ այսօր։ Սիրով։ Մենք կլսենք երաժշտություն, այդ ընթացքում էլ արդեն կպատրաստենք մեր խոհանոցը, որպեսզի Զինային տեսնենք մեր խոհանոցում։ Մենք վերադարձանք տաղավար, բայց Զինային արդեն ուղեկցել ենք խոհանոց, մեր շատ սիրելի խոհանոց։ Զինա, ինչ ենք պատրաստելու։ Եվ արդյոք դու հավանեցիր մեր խոհանոցը։ Ձեր խոհանոցը, այո, շատ։ Ամեն դեպքում գունային գաման շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն։ Լավ, պատմիր թե ինչ ենք այսօր պատրաստում։ Ես մի տարբերակ արդեն պատրաստել եմ, ինձ հետ բերել եմ, որովհետև սա պետք է պատրաստելուց հետո գոնե 2-3 ժամ պահել սառնանում, որպեսզի ինքը պինդ այսպես պաղպաղակի նման մի մասա դառնա։ Իսկ շատ հետաքրքիր պատմություն ունի։ Անունը ես դրել եմ Dice Cream, ice cream-ի երկրորդ տարբերակ որպես, ice cream որպես պաղպաղակ, որովհետև իմ աղջիկը ընդհանրապես կատնամթերք չէր օգտագործում, երբ որ փոքր էր, այսինքն կատ կամ կատնաշոր, թթված էր, մտածեցի ինչ անեմ հետաքրքիր սիրուն ամանով մեջ ինչեր դցնեմ, որ ինքը որպես պաղպաղակ դա օգտագործի ու տենց ստացվեց այդ պատմությունը հիմա սա մեր ամենասիրելի նախաճաշն է ու ես երեկոյան ուշ ժամի պատրաստում եմ իրանք առավոտը ուտում են եւ ամենակարևորը չի չաղացնում ունի մեջը այնպիսի բաղադրիչներ, որոնք հագեցած են եւ երկաթով եւ կալցիումով եւ ես հեսա փորձեմ նմանը օրինակը պատրաստել էստեղ, որտեվ սա սառը բերել եմ, որ դուք համ տեսեք, իսկ մենք սա երկրորդը կպատրաստենք եւ կդնենք սառնարանում, որպեսզի սառի։ Ահա, ինչ բաղադրիչներ են մեզ հարկավոր։ Մեկ անգամ եւս թվարկենք բաղադրիչները եւ անցնենք աշխատանքին։ Կաթի մեջ նախորոք թրջում ենք չիայի սերմերը, չիայի սերմերի ֆանտաստիկ բաղադրության մասին բոլորս գիտենք, այնուհետև կատնաշոր թթվասեր, դդմի սերմերը կարող ենք եւ մեջը դնել եւ վրան օգտագործել որպես դեկորացիաներ, անպայման մեղր, պոպոկ եւ ցանկացած պտուղ, ես հիմնականում օգտագործում եմ ազնվամորի, բայց այս պահին չկար, ելակը հիանալի փոխարինող է։ 1 ժամ առաջ մենք թրջում ենք չիայի սերմերը կաթի մեջ, որպեսզի իրանք ուռեն եւ մաքսիմալ այսպես ժելեի նման զանգված ստանանք, այո։ Վերջի շրջանում նկատել եմ, որ չիայի սերմեր հաճախ են օգտագործում։ Նույնիսկ մարդիկ ուղակի ջրի մեջ այսպես բացում են սովորական ջուր եւ չիայի սերմեր եւ խմում են։ Ուրեմն թրջած չիայի սերմերով կաթի մեջ ավելացնում ենք կատնաշորը։ Այն ամենը, ինչ երեխաները մանկության տարիների ընթացքում այո չեն ուտում, հրաժարվում են ուտելուց։ Հնարամիտ մայրիկները։ Թթվասեր։ Եվ կաթը կա, եւ կատնաշորը կա, եւ թթվասերը կա։ Այսպես խառնում ենք, մեջն ավելացնում ենք պարտադիր պոպոկ։ Պոպոկը կարող ենք կամ հարել հարիչով, կամ ձեռքով կտրատել։ Կարծում եմ այս պահին ես պետքա ուղղակի արագ կտրատեմ։ Խոհանոցի հանդեպ միշտ եղել է սերը, թե երեխաների հետ։ Մենք 3 քույր ենք եղել եւ այսպես աշխատանքի բաժանումը եղել մեր տանը։ Տեղի ունեցել ընտանիքում։ Երբեք խոհանոցում անգամ
ձվածեղ չեմ պատրաստել, այդպես էր ստացվել, որ իմ աշխատանքը միշտ դրսում էր ու ես ժամանակ չունեի։ Մեծ քույրս միշտ սիրում էր խոհանոց, ինքն էր խոհանոցում։ Իսկ ես ավելի շատ դրսում էի։ Բայց երբ որ ամուսնանում ես, ուզում ես ամուսնուդ զարմացնել, չգիտեմ դա ինչ ցանկություն է, Զանգում ես քույրիկին։ Այո, չէ, Բայց շատ լավ ասած, չգիտեմ ինչ ցանկություն է դա, բայց բոլորս ուզում ենք զարմացնել։ Այո, օրինակ դա ինչ ցանկություն է, ինչի է բոլոր նոր ամուսնացող կանանց մեջ այդ տենց ողնուղեղի մեջ դա սերտ աճած, որ անպայման պետք է զարմացնես խանութ։ Մենք ամեն դեպքում ողջունում ենք ձեր այդ ցանկությունը ու շատ շնորհակալ ենք, որ գոնե ամուսնության ժամանակ ծնվում եք։ Որտեղից է գալիս, ասացվածք կա, չէ, որ տղամարդու սիրտը գրավելու միակ միջոցը դա Ինձ թվում է դա մենակ հայերն են օգտագործում այդ ասացվածքը Լուսինե։ Բայց դե լավ, սովետական միությունում, այսպես ասենք, բոլորն էլ օգտագործում էին այդ իսկ պատճառով հենց այդտեղից է եկել, որ կանայք երբ ամուսնանում են, պարտադիր փորձում են զարմացնել, բայց ոչ բոլորի մոտ է ստացվում այդ զարմացնելը։ Դե ոչ բոլորի մոտ է բնությունը ակտիվ իր գործունեությունը կարողանում ծավալել։ Մի խոսքով ավելացրեցինք մենք այստեղ ես շարունակեմ։ Այո, շարունակեք։ Ավելացրեցինք պոպոքը մեջը եւ այսպես լավ պետք է հարել։ Ուրեմն մի պասա դնում ենք կողք եւ այստեղ արդեն ազնվամորին կամ ելակը այն ինչ այդ պահին կլինի շուկայում։ Բայց չենք հարում, այլ այսպես ճզմում ենք։ Որովհետև երբ որ հարում ենք իրանից շատ հեղուկ է դուրս գալիս եւ կաթի հետ խառնվում է, այդքան ավելի ջրիկացնում է, այո։ Մեղրը մենք ավելացնելու ենք անմիջապես ելակի վրա, որտեղ ինչպես հասկացաք, այստեղ ընդհանրապես քաղցր չկար։ Նույնիսկ քաղցրի հարցը մենք մեղրով ենք լուծում։ Այո, ավելացնում ենք մեղրը արդեն ըստ ցանկության, այսպես ավելացնում ենք վրան։ Այստեղ արդեն ում երևակայությունը ինչպես կօգնի, փորձում ենք որևիցե հետաքրքիր բաներով իրան զարդարել, ավելացնել, ինչ որ երեխաներին ավելի գրավիչ կլինի։ Քեզ մոտ դդմի սերմերն են։ Արդեն ըստ ցանկության մանրացրած ընկույզ կամ մեծ կտորներ կարող եք ազնվամորու կամ այլ երակի դնել։ Թույլ կտաս մենք գանք խոհանոց եւ փորձենք մեծ սիրով, իհարկե։ Ես այստեղ փոքրիկ զեֆիրի ծաղիկներ էի պատրաստել, որտեղ գիտեի այստեղ մենք դեկորացիա ենք անելու, մի քիչ կարող ենք այսպես վրան դնել։ Զեֆիրը այդ առումով էլ լավ միշտ կարող ես։ Բայց սա պետք է սառնարան, չէ՞, տեղադրենք։ Սա նոր պատրաստվածն է։ Սա, իսկ նա արդեն ամբողջ գիշեր մնացել է սառցարանում եւ կարող ենք ուտել։ Պետք է կտրենք իրան։ Ահա եւ ափսեն։ Ես ընկույզից գողացել էի ուտում էի, ոչինչ։ Բայց ընկույզը չի կարևորը։ Ընկույզ եմ գողանում։ Կան հատուկ գտալներ պաղպաղակ դնելու համար, չէ՞, այդպես այո։ Ինձ թվում է դա կօգներ մեզ, բայց այս պահին չունենք։ Դու պահում ես ափսեն, մենք փորձում ենք։ Դա է քրիմ։ Չէ, բայց ոնքեր։ Բայց մենք կեղծաբար ոչինչ չենք անում։ Չէ, դե սովորաբար գալիս են լավ է թե վատ է, չէ, միշտ ասենք երբեմն ամոթին զոհ ես գնում այսպես, բայց իրոք շատ համեղ է։ Չէ, իրոք։ Դինա շատ համեղ է։ Շատ ճիշտ որոշում էր քո կողմից երեխային ինչպես խաբել եւ ստանալ լավ պրոդուկտ։ Այո, թթվասերը, կատնաշորը եւ կաթը։ Այո։ Բա մեղրը։ Ես նկատում եմ, որ երեխան չէր օգտագործում։ Ինչ է որ չեն օգտագործում։ Բայց ես ուզում նաև ինձ խնդրում եմ, ինձ շատ հետաքրքիր է նաև ձեր կարծիքը զեֆիրի հետ կապված։ Շատ լավ։ Ինչ անեմ, կծե։ Բայց ախր շատ գեղեցիկ է, չեմ կարող։ Արվեստի գործ է, չես ուզում փչացնել, չէ։ Դեռ մի թերթիկ փոքր փորձիր։ Դուք քաղցր ուտող եք։ Հա։ Անկես ասած չգիտեմ։ Չէ, կան տղամարդիկ, որ օրինակ քաղցր չեն ուտում որևէ։ Ո՞ւս կարելի քաղցր չուտել։ Ես հիացած եմ, թե ինչպես դու աշխատեցիր խոհանոցում եւ ինչ հրաշալի բաղադրատոմս դու այսօր առաջարկեցիր եւ մեզ եւ հեռուստադիտողին։
Մեզ մնում է ասել քեզ շնորհակալություն Դինա, հետաքրքիր զրույցի եւ հետաքրքիր բաղադրատոմսի համար։ Հերիք է ուտես Ռուբեն։ Շատ համով է։ Հերիք է ուտես։ Շնորհակալություն Դինային եւս մեկ անգամ հայտնենք հետաքրքիր բաղադրատոմսի եւ հետաքրքիր զրույցի համար, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ դիտենք տեսահոլովակ եւ վերադառնանք։